Փառք Աստծուն, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ վերջում մեր աղոթքի բաժինն է, բայց մինչ աղոթքը ուզում եմ մի քանի հայտարարություն անել, ուզում հիշեցնել, որ ունենք ծառայություն Գյումրիում ամեն շաբաթ օրը Խորենացի 25/2 հասցեում, ժամը 12:00-ում եւ հաջորդ շաբաթ օրը կունենանք այնտեղ սեմինար, կներեք, վերջի շաբաթ օրը ամսի 30-ին կունենանք սեմինար, 6 դաս կունենանք, որի վերնագիրն է Աստված ուզում է վերականգնել քեզ եւ սիրով հրավիրում ենք բոլորիդ այդ սեմինարին մասնակցելու։ Հիշեցնեմ, որ Էջմիածնում ունենք ամեն կիրակի ծառայություն Տերյան 900 հասցեում ժամը 12:00-ին եւ չորեքշաբթի այստեղ Շերամի 88 հասցեով ժամը 18:30 եւ հաջորդ չորեքշաբթի ունենալու ենք երկրպագություն եւ վերջում ունենալու ենք աղոթք բժշկության համար եւ սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին երկրպագելու, պաշտելու Տիրոջը եւ ստանալու ամեն մեկս մեր պատասխանը եւ բժշկությունը։ Իսկ հիմա աղոթենք այն բոլոր խնդրանքների համար, որոնք կարծում եմ բոլորս ունենք եւ թե բժշկության կարիք, թե մեր հարազատների ապաշխարության, եթե ոչ ընտանիքներում, ապա շրջապատում մեր հարազատների մեջ ես վստահ եմ, որ բոլորս ունենք, ում համար ունենք այն մարդկանց թանկ, ում համար մենք աղոթում ենք եւ գիտեք մի բան եմ հասկացել, որ բացի նրանից, որ մենք աղոթում ենք եւ խնդրում ենք Տիրոջից, մի կարևոր բան կա, որը նույնպես ցույց է տալիս մարդուն Տիրոջ փառքը, դա մեր փոխված կյանքն է։ Երբ որ մեր հարազատները, մեր այն մարդիկ, ում հետ մենք ամեն օր շփվում ենք, այն մարդկանց մենք կարող ենք վկայել մեր փոխված կյանքով եւ այդ ամենը տեսնելով ես համոզված եմ, որ Տերը կգործի իրենց կյանքում եւ մի օր իրանք էլ կգտնեն Տիրոջը եւ մենք պետք է միայն հավատքով աղոթենք եւ ամեն մեկս իմանանք, թե մենք ինչ բաժին ունենք անելու այդ ամենի մեջ։ Եվ եկեք խոնարհվենք եւ աղոթենք հավատքով, որ Տերը գործում է, թե մարդկանց սրտերում, թե բժշկության համար, որ Տերը կարող է դա անել այսօր եւ Տերը ուզում է դա անել։ Եվ շատ դեպքերում Տերը ասում էր հավատում ես, որ կարող եմ անել։ Եվ եկեք հավատքով գանք Տիրոջ առաջ եւ խնդրենք, որպեսզի Տերը գործի մեր մեջ, որպեսզի Տերը բժշկություն եւ ազատագրություն անի եւ ասենք, որ Տեր հավատում ենք։ Փառք ես Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քո սիրո համար։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված քո ամեն խոսքի համար Տեր։ Խնդրում ենք, որ օգնես Տեր իմ Աստված մեզ, զորացնես մեզ Տեր, որպեսզի չհավատանք միայն խոսքերով Տեր, այլ հավատանք սրտով Տեր իմ Աստված։ Որպեսզի մեր ապրած կյանքը ցույց տա, որ մենք հավատում ենք Տեր։ Տեր, խնդրում ենք մեր հարազատների համար։ Դու գիտես այն բոլոր մարդկանց Տերում անունները գրված էր։ Դու գիտես այդ բոլոր կարիքները Տեր իմ Աստված, այդ բոլոր հոգսերը, որ գրված էր Տեր։ Խնդրում ենք, որ դու տիրես ամեն իրավիճակում, որովհետև դու ամենակարող Աստվածն ես։ Դու բժշկող եւ ազատագրող Աստվածն ես Տեր։ Խնդրում ենք, որ հպվես ու փոխես Տեր այդ բոլոր մարդկանց սրտերը Տեր։ Խնդրում ենք, որ ներես իրենց Տեր իմ Աստված։ Մենք աղոթում ենք իրանց համար եւ հավատում ենք Տեր, որ դու կարող ես դա անել Տեր իմ Աստված։ Եվ քեզ ենք հանձնում Տեր ամեն մարդու, ամեն սիրտ Տեր իմ Աստված։ Եվ համբերատար սպասելու ենք ու շարունակելու ենք աղոթել Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր այդ մարդկանց համար։ Խնդրում ենք մեզ օգնես իմաստություն տաս Տեր իմ Աստված, որպեսզի ճիշտ ճանապարհներ ընտրենք, ճիշտ որոշումներ Տեր իմ Աստված, ճիշտ խոսքեր Տեր, որը նույնպես կփոխի մարդկանց սրտերը։
Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքերում, Տեր, որ պահում ես, պահպանում ես, առաջնորդում ես, Տեր, ներում ես ու ցույց ես տալիս քո մեծ սերը, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, Տեր։ Տեր, աղոթում ենք բժշկության համար։ Աղոթում ենք փոքրիկ Տիգրանի համար, Տեր, Լեոյի համար, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք, որ քո բժշկարար ձեռքը մեկնես, Տեր։ Զորացնես, Տեր իմ Աստված։ Բժշկությունը տանես, Տեր։ Մենք հավատում ենք, որ դու նույն բժշկող Աստվածն ես։ Եվ հավատքով ենք ասում, Տեր, որ դու կարող ես դա անել, Տեր իմ Աստված։ Բայց ամենից առաջ ասում ենք, որ թող քո կամքը լինի, Տեր, որովհետև քո կամքն է բարին, քո կամքն է կատարյալը, Տեր։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք մեր կյանքի համար, որ ունենք, եւ այն կյանքի համար, որ պատրաստել ես, Տեր։ Թող այս կյանքը ապրենք այնպես, որ հասնենք այդ կյանքին, Տեր իմ Աստված, որ դեր արժևում է, հավիտենականին, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, Տեր, որ ներում ես, սիրում ես ու խնդրում ենք, որ տիրես բոլոր իրավիճակներում։ Ողջ փառքը քեզ ենք տալիս, Տեր։ Թող մեր բոլորի կյանքում քո անունը միայն մեծարվի ու փառավորվի, որովհետև դու ես արժան ողջ փառքի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։